դաշինք, ես իմ անունը Գոռա, ես հանրային դաշինքի նախաձեռնության այսօրվա միջոցառման համակարգողներից եմ ու մինչև այն թե ասեմ թե ինչին է նվիրված այսօրվա հանրային քննարկումը առասարակիչով զբաղվում հանրային դաշինքը եւ ինչ եմ ես ստեղ կանգնած ու ինչ ենք այս տարածքը ընտրել այս միջոցառումը կազմակերպելու համար, ուզում եմ բոլորի շնորհավորել անկախության հռչակագրի օրվա առթիվ, որը այսօր դարել է ներկա Հայաստանի դեպակտո կառավարիչների արկածախնդրության օբյեկտներից հերթականը։ Այսօրվա մեր քննարկման թեման սա մեր թվով երրորդ հանրային քննարկումն է եւ այսօր քաղաքական հետապնդումներին եւ քաղաքական բանտարկյալներին։ Առաջին հերթին ուզում նշեմ, որ այս երևույթները իրանք խիստ հակասում են ժողովրդավարական հիմնարար սկզբունքներին եւ խոչընդոտում են պետության զարգացմանը։ Պետության մեջ բացակայում է դիսկուսիան, որի հետևանքով գործող իշխանությունները վերածվում են միահեծան իշխանությունների։ Հանրային դաշինքը կարծում է, որ նմանատիպ հանրային քննարկումներ ստեղծելով մենք կարողանանք բոլորին ձայն տրամադրել եւ որպեսզի բոլորը կարողանան արտահայտվել այս թեմայի շուրջ ու այլ թեմաների շուրջ, որ կազմակերպում ենք հանրային քննարկումներ, քանի որ հանրային տիրույթ կոչվածը ըստ Հաբերմասի հանրային տիրույթ կոչվածը նպաստում է ժողովրդավարության զարգացմանը։ Մենք այսօր ընտրել ենք այս տարածքը, քանի որ մենք գտնվում ենք Չարենցի արձանի ամբողջները խելագարված հարաբանությամբ ով նույնպես քաղաքական հետապնդումների զոհեր։ Ինչպես նաև ես գտնվում եմ այստեղ, մենք փորձել ենք ստանալ ճաղերից հետևում գտնվող մենք մեզ դնենք ճաղերի հետևում գտնվող մարդկանց տեղը եւ ցույց տանք, որ ճաղերի հետևում գտնվելը ոչ միշտ է կարողանում լրացնել մարդկանց, որովհետեւ այսօր այն բոլոր բանտարկյալները, որոնք ունենք, այնպես չի, որ իրանք այնտեղ լինելով լրել են, մենք այսօր բոլորս իրանց փոխարեն փորձում ենք խոսել, նույն պայքարի մեջ ենք եւ ինձ թվում է, որ այսպիսի հենց հանրային քննարկումներն են նպաստելու ապագայում ազատվելու այս միահեծան իշխանություններից։ Մի քանի տեխնիկական մաս փորձեմ ասել, մենք այսօր ունենք ռեգլամենտ 5 րոպե, որպեսզի բոլոր ցանկացողները հասցնեն խոսել։ Եվ եթե դժվար չի, բոլորիդ կխնդրենք, որպեսզի գաք եւ այս ցանցի հետևից խոսել, որպեսզի պահպանենք այս սիմվոլիկան, օրվա խորհուրդը, որը ընտրել ենք։ Եվ առաջին խոսքի համար հրավիրում եմ պարոն Արման Աբովյանին։ Ժողովրդան, ամեն դեպքում, եթե ինքեր Աբովյանի խոսքից հետո հարցեր լինեն, հենց ինքեր Աբովյանին այդ ձևաչափը եւս դիտարկում են։ Ցանցի հետևից, ըստ ցանկության հետևից։ Բարև ձեզ։ Ջան, իհարկե, սա որ ցանցի հետևից եմ խոսում, սիմվոլիզմ է, որովհետև այս ցանցը այսօր կախված է գրեթե Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների առջև։ Ցանցի անունը ոչ միայն բանտիկ ճաղերն են, որոնք հանդիսանում են, սենց ասենք, վերջնական կետը քաղաքական եւ քաղաքացիական հետապնդումների, որոնց ենթարկվում են այն մարդիկ, ովքեր որոշել են մնալ հայ։ Ոչ ավել, ոչ պակաս, մնալ հայ։ Եվ այո, այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք, ինքը այսօր թելադրում է հետևյալը։ Մենք ապրում ենք, ես վստահ եմ, որ գործընկերները կներկայացնեն քաղաքական բանտարկյալների հետ կապված բոլոր նորմատիվ նորմերը, ինչպես են համարվում բանտարկյալ, ինչի է մարդը բանտարկյալ համարվում եւ այլն, այդ ամենը այսօր մենք կլսենք, բայց հիմա ավելի հասարակ միգուցե տեսանկյունից դիտարկել։ Նախ շնորհավորում եմ բոլորիս անկախության հռչակագրի օրվա առթիվ։ Հարկ ու պատիվ բոլոր այն մարդկանց, պարոն Արզումանյանը, մի խոսքով, շնորհավորում եմ մեզ բոլորիս եւ ինչ է ըստ էության երկու բառ ընդհանրապես հռչակագրի մասին, անկախության հռչակագիրը մի փաստաթուղթ է, որը ամրագրել է շատ կարևոր մի դրույթ, որ մենք այլևս կոտորվելու մատիրյալ չենք։ Մենք հրաժարվում ենք դառնալ թուրքական աշխարհի համար պարատանյութ, մենք ես նկատի ունեմ հայերին,
մեզ այլևս չի ստացվի եւ մենք թույլ չենք տա, որ մեզ դնեն ու մորթեն ինչ-որ տենց գեոպոլիտիկ կամ ազգայնական, հա, խոսք լինում թուրքերի ադրբեջանցիների մասին, կամ հայ իրաց տերերի, սենց թույլ չենք տա մի խոսքով, որ մեզ ոչնչացնեն։ Այն մարդիկ, կամ այն մարդը, կամ այն քաղաքական ուժը, որ այսօր պնդում է, որ անկախության հռչակագիրը ըստ էության կոնֆլիկտոգեն, ինչ-որ տես բառեր են սովորել, իրենք բառեր են սովորում ու տես պարբերաբար նկատել եք, չէ՞, հիշում 3 ամիս բառեր են օգտագործում, լեգիտիմությունն էին սովորել, հիմա ապա լեգիտիմացրեցին ամեն ինչ։ Չէ, մինչև այդ հա տես հազար ներողություն, տես շոչ լուրջ դեմքով, գիտնական տես շոչ հայացքով բառեր են սովորում, նոր բառ են սովորել կոնֆլիկտոգեն։ Եկեք իրենց բացատրենք կոնֆլիկտոգենը ինչ է։ Կոնֆլիկտոգենը այն է, որ ինքը գրգռում է որոշակի կոնֆլիկտներ, այս կամ այն աշխարհակական կամ էթնոքաղաքական տարրերի միջև։ Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ամրագրում է միայն մի բան շատ կարևոր, սա ուզում եմ մենք հստակ ֆիքսենք, շատ կարևոր մի առանձնահատկություն։ Դիմադրելու իրավունքը։ Այսինքն մեզ ասում են, որ եթե մենք դիմադրում ենք, երբ որ գալիս են մեզ կոտորելու, մեր հողը խլելու, էդի բերում է պատերազմը։ Հապա մտի բերի պատերազմ, եթե չես դիմադրում, բերում է կոտորածի։ Եվ այսօր ոչնչացումը, այլասեռությունը, երկրի հանձնումը, ըստ էության կազմաքանդումը հայկական էթնոքաղաքական տարի տարածաշրջանում անվանում են խաղաղություն։ Միգուցե սա խաղաղություն է, բայց այդ խաղաղության հետ մենք կապ չունենք, որովհետև մենք չկանք այդ խաղաղության հետ։ Արցախում հիմա խաղաղ է, չէ՞։ Թակուբի ես իմ թուրքը տրակում մինեքի վրա փառք Աստծո, բայց այնուամենայնիվ խաղաղ է։ Նույն խաղաղությունը ստեղ են բերում։ Ես բան չունեմ ասելու, միգուցե մարդիկ կան, ովքեր համաձայն են իրենց երեխաների կյանքի եւ իրենց կյանքի հաշվին հասնեն մի իրավիճակի, երբ որ չեն կրակել։ Բայց այնուամենայնիվ իրական խաղաղության հետ դա կապ չունի։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ անկախության հռչակագրի օրվա արդիվ փառք ու պատիվ մեր մեծերին, որոնք կարողացան ի վերջո անկախության հռչակագրի մեջ ամրագրել մեր դիմադրելու իրավունքի պահը եւ վերադառնամ եւ շատ կարճ կլինեմ, աշխիս բոլոր լիմիտները անցա, կարճ կլինեմ, հասա հայտնի։ Ուզում եմ ասել մի քանի վարքան կա։ Հա, մի քանի վարքան կա, ես թույլ տվեցի, մի քանի վարքան ավել։ Շնորհակալություն կազմակերպիչներին, իշխանական դատախազներին, իհարկե Գագիկ Ծառուկյան, որպես դասական ուղղակի դասակարգային օրինակ, թե ինչպես է մարդը դառնում քաղաքապետարան։ Ինչի համար է այսօր Գագիկ Ծառուկյանը ճառերի ետևում։ Մենակ մի բանի համար, որ ինքը ունի իր տեսլականը եւ իր կարծիքը, որը տարբերվում է Հայաստանի Հանրապետության իշխանության տեսլականից եւ կարծիքից։ Իսկ տեսլականը եւ կարծիքը կառուցված են երկու հիմնարար սկզբունքների վրա՝ հանրային համերաշխություն, կարճ ասած հերիքելով բոլելով իրար փորթափենք, եւ երկրորդը որ լինի անվտանգ բարեկեցիկ եւ բարգավաճող երկիր, այդքան բան։ Այդքան բանից հետո սկսեց այն, ինչ եւս մեկ անգամ կրկնեմ, դասական առումով քաղաքական բանտարկյալի տեսակետերից բնավ եւ կարծում եմ ոչ մեկին բնավ հետաքրքիր չի, թե հիմա ինչպես են փորձում արդարացնել իրենց սենց ասենք, հակահայկական, հակապետական պահվածքային մարդիկ, ովքեր Ծառուկյանին նետել են ճաղերի ետևում։ Իհարկե չեմ կարող չհիշատակել, հիմա որ անունները տամ, մենք նոր տղաների հետ խոսում ենք, փորձում ենք հասկանանք Հայաստանում ինչքան են բանտարկել։ 50 հոգի է, 60 է, 100 է, 500 է։ Ըստ երևույթի բոլոր են մարդիկ, ում կարծիքը չի համընկնում իշխանության հետ, եւ որոնք այսօր գտնում են ճաղերի ետևում, քաղաք բանտարկյալ են, ասեմ ավելին, բոլոր այն մարդիկ, ովքեր առայժմ լեզուս պապանձվի, ճաղերի ետևում չեն, բայց իրենց կարծիքը չի համընկնում իշխանության կարծիքի հետ, պոտենցիալ քաղաք բանտարկյալ են։ Ինչ է պետք անել։ Իմ փորին անուզով չի կարելի լռել։ Չի կարելի լռել ու չի կարելի լռել։ Որովհետև սկզբից մարդուն սպանում են ներսից։
լեզուն փոխում են գաղափարը, վախեցնում են, դարձնում են կենթանու։ Հետո վախեցած կենթանուն տանում են ու կոտորում են։ Մենք վախեցած կենթանի չենք լինի ու չենք դառնում։ Փառք Հայաստանի Հանրապետությանը։ Փառք մեր անկախությանը։ Շնորհակալություն Ընկեր Աբովյան։ Մենակ եթե դու տակ Ընկեր Աբովյան ձեր ասացի Անցի ճաղրի հետո։ Չէ, ես կասեմ լավ։ Դու ասողերն ես։ Մենակ մի դիտարկում եթե կարելի է, դուք ասեցիք նրա մասին, Խաղաղ Անտարակյանի եւ այլն, բայց ինձ թվում է շատ կարևոր է նաև ֆիքսել այն հանգամանքը, թե ինչի արդյունքում է, որ օրվա իշխանությունը կարողանում անել այն, ինչ որ կարողանում է։ Այսինքն այն հանգամանքը, որ ամբողջ դատաիրավական համակարգը ու շատ հետաքրքիրը ինչն է, մի քիչ կարող է տարտոլոգիա է հնչում, բայց օրենքով թույլատրվում է ապօրինություն հենց մեր ունեցած իրավական կարգավորումներով։ Այսինքն նույն փորին համոզմամբ շատ կարևոր է ֆիքսել նաև այդ հանգամանքը, որ դրա արդյունքում է, որ նա այդքան հեշտորեն կարողացել է ուզուրպացնել իշխանությունը։ Ձեր թույլտվության ժողովուրդ ջան, խոսքը փոխանցենք Ընկեր Արամ Մանուկյանին, դրանից հետո ըստ ցանկության Աջան Ընկեր վերջինական դպրոցն է։ Չի չասեմ։ Պարոն Մանուկյան, բայց խնդրում եմ ճաղերի հետ։ Չէ, ես ճաղերի հետ չեմ ասում։ Մի հատ գիրք եմ կազմում անկախության 30-ամյակի հետ կապված եւ բնաբար ընտրել եմ Թումանյանի մի քանի բառեր, ինչ արեցի բառերը։ Զուգի բացա այստեղ կարող է չգայի եթե այստեղ չգոր ես զանգում։ Չարեցի բառերն եմ կարդում։ Կարող է լինել, որ երկնքում լուրջ, որքան էլ խավարնիշտի տխուր, չբացվի հանկարծ հրաշքով դուր, գալիքի համար քրտության մի դուր։ Այս չալենջը գրում էր այն ամնամուտ, բանտերում, խցում և լավատեսություն կար այս մարդու մեջ, կրակ կար և ինք տեսնում էր Հայաստանի հուսավոր ապագա։ Ստալինյան ժամանակաշրջանը։ Մենք եկել ենք ասել մի շրջան, մի լուսավոր շրջան, անկախության շրջան, նորագույն պատմության մի լուսավոր հանգրվան, երբ ոչ թե դրսից, այլ Հայաստանի ներսից սպառնում են մեր անկախությանը։ Սպառնում են։ Դժվար գտնեք պատմության մեջ երկրներ, դեպքեր, որ անկախությունը չի կործանվում, չի վերջանում, չի կրճատվում դրսի ուժերից, միշտ դրսից են անում։ Մենք աննախադեպ ենք, Հայաստանի իշխանությունները ներսից ուզում են քայքայել մեր պետականությունը, մեր պետությունը։ Եվ այդ երկու թեման, որ դուք խոսում եք հայք, հալացյալների, քաղբանդակյալների և անկախության նույնն է։ Նույն հեղինակն է, որը անկախությունը փորձելու է կործանել, մկրատել, կտրատել, ցեցկցել, բայց զուգահեռաբար խիճացնելով հասարակությանը։ Ոչ մի ժողովրդավարական երկրում չեք գտնի քաղբանդակյալ, որովհետև դրա կարիքը չկա։ Իսկ Նիկոլը ունի դրա կարիքը, որպեսզի հասարակությանը խեղճացնի, վախ տարածի։ Ես խնդրում եմ այդտեղ Լիանա ջան, մի խոսեք, էլի խնդրում եմ։ Ինձ ընկերով ա դիմել, դասատու եմ, պիտի դասատուին լսեք, խնդրում եմ։ Ես մի ամբողջ համակարգի մաս եմ։ Քաղբանդակյալները, նրանցից ոչ մեկը իրավաբանորեն դատապարտյալ չեն, հանցագործներ չեն, ապացուցելու կարիք չկա։ Բոլորի բանտերում պահելու իմաստը նպատակը մնացածներին վախացնել։ Եվ համարձակորեն ասում են, դա հայ եզրակացություն եմ անելու, նաև այստեղ քիչ լիդերն են մարդկանց, դրա առհավատ չան։
որ մարդիկ վախենում են հանրային, հասարակական զրույցից, կարծիքից, քննադատությունից, ելույթներից, կարծիք արտահայտել։ Դա ազդում է հասարակությանը, բայց ազդում է այն հասարակությունների վրա, որոնք վախկոտ են։ Մենք այդ հասարակությունը չենք։ Ամոթ է, որ մեր հասարակությունը այս ճնշումներին չարձագանքի։ Եվ Նիկոլի ճնշումները ավելանալու են այնքան, ինչքան մեր հասարակությունը թույլ տա եւ չհամարձակվի դուրս գալ փողոց, հակադարձի եւ այլն։ Սա է միակ ճանապարհը։ Ինքը ինչքան սեղմեց, մենք սեղմում ենք, ինքը սեղմելու է ավելի շատ։ Բանտերը կհերիքեն, հոդվածները կհերիքեն, տիտուաները, քննիչները կհերիքեն, դատավորները կհերիքեն։ Մի բան է պակաս, հասարակության ամբողջացումը։ Եվ այդ հասարակության ամբողջացման համար կոնկրետ այսօր ես մի թեմա եմ առաջարկում, որ առաջարկել եմ 3 տարի առաջ, մեր հասարակությունը պետք է պատերազմ հայտարարի այն իշխանությանը, ով իր անկախության հռչակագիր ուզում է պահարակել սահմանադրությունից հանել։ Այսինքն մեր ծննդական փաստաթուղթը շարքից հանել ում պահանջով, հասարակական պահանջ կա մեր երկրում կանալ։ Ալիևի պահանջով 1+1-ը հիշում եք, 1-ը Նիկոլն է, 1-ը Ալիևը, 1+1 Ատեղինն է։ Հայաստանում եւ քաղաքականների հարցը, եւ եկեղեցու դեմ պայքարը, եւ տարածքները հանձնելու հարցը, բոլոր հարցերը, բոլորը գումարային առումով համապատասխանեցված են Ալիևի պահանջներին, ակումբականի փակելը, ջրերի փակելը, 1000 հարց կա, շատերը լույս չգիտեք, չեք հասցնում երբեք էլ չիմանաք, թե ինչքան լուրջ ծանր բաժներ կան Հայաստանի իշխանությունների առջև Ալիևի իշխանության կողմից։ Եվ մենք հաճախ էսերի абսուրդ, մենք հաճախ այդ ամենի մասին իմանում ադրբեջանական մամուլից։ Հայկական մամուլը, հայկական իշխանությունները զբաղված են իրար հայհոյելով, խորհրդանում, շոուներ սարքելով, թփկահարելով, ծափահարելով, ոտքերով կփելով, հազար մի բանով, բայց ոչ այն բանով, ինչով պետք է զբաղվեին։ Առաջին թեման, որ Հայաստանի հասարակությունը կարող է գումարվել, համախմբվել, հռչակագրի պաշտպանությունը։ Հռչակագրի պաշտպանությունը հայտարարում եմ, պետք է լինի համազգային շարժման թեմա։ Հռչակագրի պաշտպանությունը պետք է լինի բազմակուսակցական Հայաստանի գործող բոլոր կուսակցությունների համատեղ խնդիրը։ Այն կուսակցությունները, որոնք իրար հետ չունեն, որոնք իրար ասում են, որոնք իրար քննադատում են, որոնք իրար մրցակցում են, այս խնդրի շուրջ պետք է համագործակցել։ Սա վերազգային խնդիր է, սա ոչ դեպուտատի խնդիր է, ոչ պարլամենտ մտնելու խնդիր է, ոչ որևէ խնդիր է, սա Հայաստանի հայ ժողովրդի հավաքական արժանապատվության խնդիրն է, հավաքական արժանապատվության։ Եթե մենք կուլ տվեցինք այս իրավունքը, մենք իրավունք չունենք ազգ լինելու։ Այն մեր հպարտությունը, մեր պատմությունը, մեր կրոնը, մեր չգիտեմ սփյուռքը, ազնավուր արավ խաչը իրավունք չունենք ոչ բանից խոսելու, եթե մեր ծննդականը ոչնչացնելու է։ Եթե մեր անկախության հռչակագիրը դուրս է գալու սահմանադրությունից հիմնադիր հաստատվի։ Ուստի, հենց հիմա հերոսատեսություն կա, այս վաղվանից սկսում եմ պայքարը այդ կոչով, դիմում եմ բոլոր կուսակցությունները։ Բոլոր առանց բացառության։ Այս խնդիրը վեր ազգային խնդիր է։ Այս խնդիրը վեր կուսակցական խնդիր է։ Այս խնդիրը համահայկական խնդիր է։ Բոլորը, սփյուռքը, եկեղեցին, բոլոր քաղաքական կուսակցությունները, ՀԿ-ները, բոլորը պետք է միավորվեն ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի։ Եվ եթե այս խնդիրը մենք կարողանանք նամուսով լուծել, իսկ ես վստահ եմ լուծել մենք այդպես, որ թե չի կարող հավերժությունից մնալ, հաջորդ խնդիրները, որոնք պետք է լինեն համազգային, միգուցե հետո դրա մասին խոսենք, կան այդ խնդիրները։ Դա կապված է անկլավների հետ, կապված է եկեղեցու հետ, բայց մեզ պետք է սպայն մի հատ հաղթանակ։ Մի հատ հաղթանակ, որը կբերի հաղթանակներ։ Մի հատ ողնաշարով հնարավորություն ենք տեսնում։ Եվ այդ հաղթանակն է հնարավորություն կտա բոլոր մեր քաղաքականներին, որոնք այսօր բանտել են ազատ։ Մի հատ հաղթանակ ապել ժողովուրդ։ Եվ այդ առումով ես գտնում եմ, որ անկախության հռչակագիրը որպես այդպիսին շատ լավ թեմա է, հարմար թեմա է, սիրելի թեմա է, բոլորի սրտին կպնող թեմա է, համազգային թեմա է, պատմական թեմա է։ Եվ այդ թեմայով կարող ենք մենք հասարակությանը ակտիվացնել եւ դուրս գալ դեպի հաղթանակ։ Շնորհակալություն բոլորիդ, որ լսեցիք, շնորհավոր թե բոլորիդ
հրճակագրի տունը, այն մեր արժանապատվության տունն է, մեր սիրելի տունն է, նոր տարուց է, ծնունդից է, կյանքից էլ ամենապատվավոր արժանավոր տունը, երկրի ծնունդը, երկրի անկախությունը։ Շնորհավոր ձեր տունը, շնորհակալություն։ Թույլ տվեք, քանի որ ձևաչափը այնպեսին է, որ կարող են հարցեր տալ, ես որպես լրագրող նաև թույլ եք տալիս։ Հիմա օրինակ դրա մասին խոսեցիք, դաշտ են եկել մի թեմա, որ այ ասում են հռչակագիր, բայց դա արդեն պատմություն է։ Վերջը 30 տարի անկախ է։ Ինչ-որ մի փուլում է փաստաթուղթը պետք է պատմական փաստաթուղթ կա։ Այդպեսի ինչու այսօր չէ։ Ճիշտ եք ասում, այսօրից պատմական փաստաթուղթ է։ Իմ ծննդատանն էլ է պատմական փաստաթուղթ։ Դա ձեզ իրավունք ունեմ իմ ծննդատան խմբագրելու։ Պապիս անունը իրավունք ունեմ խմբագրելու։ Այդ փաստաթուղթը, եթե զավելին ասեմ, այդ փաստաթուղթը իրավական ուժը կորցրել է 95 թվականին, որովհետև փաստաթուղթի հռչակագրի 48 դրույթները իրականացել են մինչև 95 թվականից։ Շատ լավ, դեպքում ձեր ծննդականը հանեք քսեք զուգարանը։ Ոչ ոք չի փոխում։ Մենք ասում ենք դա պատմական փաստաթուղթ է, դա վավերագիր է։ Եվ այդ վավերագրին դու խմբագրելու իրավունք չունես, աշխարհի բոլոր երկրներում ունեն ծննդականներ, եւ ոչ մեկ իր ծննդականը չի փոխում հարևանի պահանջով։ Ես ինչու պետք է փոխեմ իմ ծննդականը, իմ պապի անունը, կարող եք ասել, ինչու՞ համար։ Հենց այդ ենք ասում, սա այլևս ազդեցություն չունեցող, իրավաբանական ուժ չունեցող փաստաթուղթ է։ Ղարաբաղի հետ միացում են ասում 89 թվականին դեկտեմբերի 1։ Դրանից հետո Ղարաբաղը անկախացել է։ Այդ փաստաթղթի ետքերը այլևս չի աշխատում։ Մեր սահմանադրական դատանը արդեն հայտարարել է, որ այդ կետերը չեն աշխատում։ Դա ուղղակի որպես պատմական հուշարձան, պատմական փաստաթուղթ, որպես հիմք պետության մտել է որպես հիմք սահմանադրության հիմքում։ Ուրիշ ոչ մի բան։ Եթե ձեր անունը ձեր անունից դուր չի գալիս կամ ուրիշներ, մենք պետք է գիտենք փոխել, դա ձեր իրավունքն է, դա ձեր ներքին իրավունքն է։ Դա Հայաստանի ներքին իրավունքն է։ Եվ ոչ մի Ալիև, ոչ մի Նիկոլ նրա վրա ձեռք գցելու, չանչանելու իրավունքը չունելու ուղղակի, էս է խնդիրը։ Եվ այդ չեմ ասում սահմանադրորեն, որևէ մեկը չի կարող այդ կետին կպնել, որովհետև հենց Նիկոլի սահմանադրությամբ 1921 թվականի մարտին 1590 որոշում անկախության հռչակագրի մասը համարվել է չփոփոխվող հոդված, այսինքն անգամ հանրաքվեով հարցրեք ցանկացած իրավաբանի, անգամ հանրաքվեով մեր հռչակագրի դրույթը հղումը սահմանադրությունից անել չի կարելի, չկա այդպիսի բան։ 4 հոդված կա, որոնք անփոփոխելի են։ Մեկը հռչակագրի դրույթն է, դա պատմական արձանագրում է։ Էսը պատմական արձանագրում է, ինչ եք ուզում։ Հաշտեք, որ Չարենցը իր ժամանակին խոսել է, անկախություն ա դուրել, ազատություն ա դուրել, որ Ալիևին դուր չկապի հանը։ Մեկ դրվագել եթե կարելի է, որ դուք ձեր հարցի մեջ ասացիք, բան չի փոխվի, որ հանեն։ Ես հասկանում ձեր ասած պատասխանում եմ։ Այսինքն, երբ որ մարդ իր ծննդականը կորցնում է, հետո շատ դժվար է լինում անձնագիր հանել, եթե դրա անհրաժեշտությունն առաջանում է։ Ես դուք համակարգիչ որպես լրագրող ուղղակի այսպես հարց տվեցի, որ պարոն Մանուկյանը հռչակագիրը զուտ արժանապատվության կողմն է, հավաքական արժանապատվություն, մեր երկրի ստեղծումը։ Եթե մարդ հարգանքով, պատկառանքով չի իր ծնունդին, իր երկրի ծնունդին վերաբերում, ինչի մասին է խոսքը։ Մեր ողնաշարը կկոտրվի Հայաստանում, իմ ողնաշարը կկոտրվի, եթե հանկարծ հռչակագիրը հանեն։ Հա թուղթ կա, իհարկե թուղթ կա։ Բայց մենք իրար հետ կապված ենք ինչ-որ արժեքներով։ Մենք սիրում ենք այս երկիրը։ Մենք ուզում ենք այս երկրում մեր երեխեքը լավապրել, արժանապատվել։ Մեր երագույնը բարձրանալու սա պատմություն զգալ։ Արտասահմանում իրար տեսնելուց հաճիկով բարեր ենք դուրկապարել։ Այս ամենը ազգը, որ մենակ Նիկոլի բանով չի, ասում են, դպրոցներն լուզում գատել, լավ սովորեն, որ լավ ապրել։ Լավ ապրելը դարձրել են նպատակ, իսկ արժանապատվությունը և պատմություն անգլացիները ասում են մենք երկու զենք ունենք, մեկը մեր հիշողությունն է, մենք մեր ատոմային զենքը։ Մեզ հիմա այդ երկուսը ուզում են զրկել, ատոմային զենքից, որը մեր միջուկային ատոմավառեբանն է, էներգոբլոկն է, Թուրքերի և Ադրբեջանի պահանջով մենք պետք է հագենք
մեր ատունականը։ Եվ թուրքերի պանջը մենք պետք է զերծում մեր հիշողությունից։ Դա եկեղեցին է, դա սփյուռքն է, դա մեր գրականությունն է, դա մեր մասիսն է, մաշտոցն է եւ այլն։ Այսինքն մեզ այն երկու զենքորանգլացները համարում են իրենց պատմական զենքեր հիշողություն եւ միջուկային զենք, մեզ երկուսը զերծում են։ Այդ արժանապատվությունը մեզ կապնելու է թե չէ։ Ես այս ամբողջ գործի նրա հասիվի կանգնեցնելու են մեր ժողովրդին թե չէ։ Եթե նամուսի չտարանք, չմղեցինք սրճարներից դուրս չեկան, բազմոցներից չելան, ուրեն կործանվելու արժանի է։ Բայց ես գիտեմ որ այդպես չի։ Այս ժողովրդի մեջ այնքան կրակ, այնքան են, առանձին խոսում են, բոլորը առյուծ են։ Բայց հենց որ հանրային հասարակական կյանքի մեջ են, վախենում են, ասպանում են։ Վստահ եղեք ժողովուրդ։ Հավատացեք եւ ես հավատացնում եմ ու կան ուժեր, կան մարդիկ, որ կարգնացնեն հասարակությանը տեր կանգնելու մեր հաճականը։ Հաստատ վստահեցնում եմ, լավատեսել եմ։ Շնորհավոր։ Խոսա, դու խոսա։ Ժողովուրդ ջան, ցանկացողներ խոսք ասելու ուղղակի մեր մոտ մարդ կա, զուտ երեխայի հետ այդ փոքր, ձեր խորտովության բանին խոսքն ասի, որտեղ երեխայի մոտ պետքա լինի ու հետո որ ասում ասենց ձախից աջ ցանկացողները բոլոր կամ աջից ձախ, եթե կարան քվեարկենք ժողովրդավարաբար։ Միկրոֆոնը հայք։ Ողջունում եմ բոլորին, ես նախ ասեմ, որ քաղբանդակյալների թեման անձամբ ինձ համար շատ ցավոտ է, որովհետև ես անցել եմ այդ ամեն ինչի միջով, 2016 թվականին հետապնդվելով այն ժամանակվա իշխանությունների կողմից, ես դեռ այն ժամանակվանից ասում էի, որ պետք է բոլորս պայքարենք, որպեսզի չլինեն ապօրինի հետապնդվող մարդիկ։ Այն ժամանակ շատերը չէին հասկանում ես ինչի նկատի ունեմ, կարծում եմ, որ դա իրենց չի վերաբերի։ Մենք այսօր հասանք այն վիճակին, որ օրվա իշխանությունը կարողանում է անել յուրաքանչյուր բան, ինչ ցանկանում է։ Մենք որակում ենք, որ դա ապօրինություն է, չի կարելի այդպես, բայց մենք չենք հարցնում ինքներս մեզ, իսկ մենք ինչ ենք անում, որ դա տեղի չունենա։ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրում գրել է, որ իրենք հասնելու են նրան կառավարությունը, որպեսզի ամենայն հայոց կաթողիկոսը հեռացվի։ Նրանք խախտել են սահմանադրության հոդվածներ, հասկանում եք։ Նրանք կառավարության ծրագրով արդեն մեր ինքնությունն են ջնջում, ամեն ինչի մեջ են մտնում։ Նրանք գրել են, որ պետք է վերափոխեն Սփյուռքը, վերակառուցեն Սփյուռքը։ Նրանք իրենց ծրագրում այնպիսի ոլորտներ են մտնում, 4-րդ հանրապետություն են հռչակում, հասկանում եք։ Այսինքն մենք այս ամեն ինչը նայում ենք, քննարկում ենք, խոսում ենք, քննադատում ենք եւ արդյունքում ինչ ենք անում։ Ասում ենք, որ քիչ ենք հավաքվել, իսկ ոնց պետք է շատ հավաքվենք։ 2021 թվականից, երբ ընդդիմությունը ամեն անգամ մարդկանց կանչում էր, ճանապարհում էր տուն, խոստանում էր, որ մի օրից, 2 օրից, 10 օրից եւ մարդիկ այնքան հուսալքված ու հիասթափված են, որ այսօր այլևս շատ դժվար է դարձել բացատրել, որ հարգելիներս այս խնդիրները մեր ինքնության ոչնչացումը սպառնում է նաև ԿՊԱ-ականներին, հասկանում եք, եթե Հայաստանի Հանրապետությունը ինչ-որ մի օր չլինի, այսինքն կլինի Հայաստան անունով ինչ-որ պետություն գուցե, բայց դա այլևս չի լինի հայկական։ Դա նաև ԿՊ-ի անդամների վրա է անդրադառնալու, նրանց երեխաների, նրանց սերունդների եւ յուրաքանչյուր մարդ։ Ես դիմում եմ առաջին հերթին ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին։ Դուք ինքներդ ձեզ հարց տվեք, դուք մանդատները վերցրել եք, գնացել եք ազգային ժողով, խոստանալով, որ պետք է անեք իշխանափոխություն։ Դուք ինքներդ ձեզ հարց տվեք, դուք ունեք արժանապատվություն, որպեսզի պաշտպանեք մեր ինքնությունը։ Եթե չունեք, էլի խնդիր չկա, գիտեք, ես պարոն Մանուկյանին լրացնեմ,
Ինչ վերաբերում է արժանապատվության զարթոնքի, ես կարծում եմ, որ մեր ավագ սերունդը, պարոն Մանուկյանեն սերունդը մեծ ժառանգություն թողեց, անկախություն, թողեց ազատագրված Արցախ, մեր սերունդը, մենք արդեն, ես դիմում եմ իմ տարիքակից աղջիկների և տղաներին, կամ մենք կարողանանք ապացուցել, որ մենք արժանի ենք այդ ժառանգությանը, կամ կձախողենք և մեզ կհռչակենք որպես ձախողված սերունդ, որպես սերունդ, որը հայի ինքնությունը դատապարտեց ոչնչացման։ Եթե դուք կարող եք հանգիստ ապրել այդ մտքի հետ և նայել ձեր երեխաների աչքերին այդ ամենը իմանալով, ուրեմն կարող եք հանգիստ շարունակել ապրել ձեր կյանքով, չխառնվել, ասել ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, ոչինչ որ բանտերում լիքը անմեղ մարդիկ կան, իրենք նշեն, որ բացառված չէ, որ ինչ-որ մի օր հենց դուք և անկախ նրանից, դուք այսօր կարող եք ՔՊ-ում պաշտոն ունենալ, կարող եք օգտվել այդ լծակներից, հարստանալ, բայց դա ամենևին ձեզ չի ապահովագրում, որ ինչ-որ մի օր դուք հայտնվելու եք այդ հետապնդվողի կարգավիճակում։ Ես ուղղակի ուզում եմ, որպեսզի մեր հասարակությունը վերջապես գտնի իր մեջ այն ուժը, որը մենք ունենք, հավատացեք, եթե չունենայինք չենք հասնի 21-րդ դար, եւ վերջապես մենք կարողանանք ոչ ասել այն ամենին, ինչը բնաջնջում է մեզ։ Ինչ վերաբերում է այս սուտի ճակերտավոր խաղաղությանը, գիտեք, չի լինում խաղաղություն այն դեպքում, երբ դու քո ինքնիշխան տարածքում ունես հակառակորդի ստորաբաժանումներ, երբ դու Ադրբեջանում ունես ռազմագերիներ։ Այսքանը ես ուղղակի մաղթում եմ բոլորս լավատես լինենք, լավ է լինելու։ Վերջում ներկայանաք, ես չներկայացրեցի ձեզ։ Քաղաքական վերլուծաբան, լրագրող Անի Հովհաննիսյան, Facebook-յան էջին կարող եք հետևել, այս ամենի մասին խոսում եմ։ Ես էլ գովաստ։ Ես էլ գովաստ։ Ես ոնց ներկայացնում։ Ազգանունը ոնց է։ Ալեքսանյան։ Ժողովուրդ ջան, եկին Ալեքսանյանն իր խոսքն ասի։ Այդպես ոնց կպսնի։ Բարև հայրենակից։ Ես ավարտել եմ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Բայց ըստ էության ես 30-ական թվականները լավ չէի պատկերացնում։ Մենի լավ չեմ յուրացրել։ Այ հիմա, այս 8 տարիների ընթացքում, ես նոր հասկացա, թե 37 թիվը սիմվոլիկ է, 30-ական թվականների ընդհանուր թիվը, ինչ է նշանակել։ Մի երկու օր առաջ համացանցում ինչ-որ մեկը գրել էր, Ստալինին մեղադրում են, որ այսքան միլիոն մարդու գլուխ է բերել։ Բայց ինչու չեք մեղադրում այն միլիոններին, ովքեր գրում էին մատնագրելը։ Այսինքն, Անատոլ Ֆրանսը ժամանակին այսպիսի ասոյթ է թողել պատմության մեջ։ Ազգերը չեն մեռնում, ազգերը ինքնասպան են մնում։ Այսօր մենք ցավալիորեն կանգնած ենք այս ինքնասպանության շեմին։ Ես արդեն 4-5 տարի առաջ մի հարցազրույցում ասացի. ժողովուրդ, դուք հանդեցիր մեր ազգի տունը, որովհետև ժողովրդի այն ամուս տգետ ընչակած մասան ազգի հերոյի մասին չմտածեց։ Չմտածեց, որ ախր մեզնից հետո ջրհեղեղ չի լինելու։ Գիտեք, ես ինչի վրա եմ շատ զայրացած, երբ որ այս իշխանությունները, որոնք այդպես զավթեցին մեր երկրի ապագայի ղեկը, այն որ դատարանները շրջափակել տվեցին, այն որ գիշերով Բաղրամյան փողոցում սրա թիկունքի վրա այս թուրքի լամուկը նախարարներ էր ազատում և նշանակում, այդ օրը այնտեղ հավաքված մասան անասունին նման գոռում էր ուրա։ Կներեք, էլի մենք առանց վիրավորանքների ենք այս հանրային քննարկումը իրականացնում, եթե կարելի է վիրավորանքներ միանալ։ Գոռում էր ուրա, փոխանակ,
Հայաստան, մեր լույսի նման Արցախը, մեր զինվորները հազարներով զոհվեցին, շատ-շատերի համար ազգի մեջ, իրենը չի վերջացավ գնաց, առանց մտածելու, որ ազգի մեջ ուրիշի երեխա չի լինում։ Ես 5 աշակերտ եմ կորցրել, դրանց համար, դրանց արյան համար ես պատրաստ չեմ ներելու որևէ մեկին։ Իմ հորեղբոր թորն է զոհվել, ես պատրաստ չեմ ոչ մի գրով ներելու, որովհետև նրանց արյունը անիրավի է թափվել, դիտմամբ է թափվել, որպեսզի միայն այս ազգի հոգեկան ներուժը ոչնչանա։ Ես հիմա օգտվելով այս առիթից չեմ ուզում երկար զբաղեցնել, ես կոչ եմ անում համացանցում բազմած թագավորներ ու թագուհիներ, դուք շատերը իմ հարցազրույցների տակ գրում եք, դուք դարձեք վարչապետ, այդ մենք կլսենք ձեզ, չէ, ինձ վարչապետ մի երևակայեք, ես նրա համար չեմ ծնված, ես ինչի համար որ ծնվել էի, կատարել եմ իմ աշխատանքը, դուք երբ որ ես այս տարիքում պայքարի բեմում եմ, եկեք կողքից կանգնեք, ոչ թե քծնեք, այս զզվելի հատկանիշները, նախանձը, քծնանքը, եթե մենք կարողանանք մեր ազգի մեջ չներմուծել, երևի թե մեզ հաղթող ազգ չէ լինի, շնորհակալ եմ։ Ժողովուրդ ջան, մենակ մի խնդրանք ուտեմ, ձեր խոսքի մեջ խնդրում եմ հաշվի առնեք խորագիրը հաշվի առեք, հանրային քննարկման, այն է քաղաքական հետապնդումները որպես մի հայեցան իշխանության հետևանք։ Ու շատ եմ խնդրում հնարավորության պարագայում խոսքը կազմել մինչև մի 5-6 րոպեի շրջանակներում ու բնականաբար հարցերի պարագայում եւս հարցի հնարավորություն կա։ Խոսքը փոխանցենք հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանին։ Ես ամեն դեպքում վերադառնում շահերի հետ, որովհետև սա նաև ամենաշխությունը բոլոր են անմեղ մարդկանց, որոնք հիմա գտնվում են ճաղերի հետևում ու չեն կարող մեզ հետ վայելել այս բնությունը։ Նախորդ ազգային ժողովի գումարման ժամանակ, երբ որ հայտնի ուժերներ սահմանադրական մեծամասնություն, նա էր որոշում բոլոր անկախ մարմիններին։ Դատախազությունը, մարդու իրավունքների պաշտպանը, քննչական կոմիտեի ղեկավարին նշանակում էր նույն ինքը Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ԱԱՑ տնօրենին, ու այս համակարգը բերել էր նրան, որ մեկ հոգի, մեկ անձ կարողանում էր Հայաստանում ամեն ինչ որոշել։ Այսինքն, եթե ինքը ուներ ինչ-որ ծրագիր, դա կլինի թե Արցախի հանձնումը, թե կլինի դատարանների զավթումը, թե կլինի հիմա ասենք Իրանաշենի հանձնումը, ինքը դա կարողանում էր անել, որովհետև մեր սահմանադրությունը ու օրենսդրությունը ստեղծել էին այնպիսի պայմաններ, որ նրան փոխզսպող մեխանիզմներ չլինեն։ Մասնավորապես նայեք, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, որը պետք է լինի իշխանության շահերի, ինչպես է նշանակվում։ Մարմինը ազգային ժողովի, հանձնաժողովը, մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, ամեն մի ուժ ներկայացնում է իր թեկնածությունը։ Օրինակ, ԿՊ-ն էր ներկայացնում, պատժում է Իրանը, Հայաստան դաշինքը Իրանը։ ԿՊ-ն էր 5 հոգի այնտեղ, Հայաստան դաշինքը 2 եւ պատժում է 1։ Այսինքն պարզ է, որ բերեց մարդուն ներկայացրեց, բնականաբար ԿՊ-ին անցնում, հետո կանում են ազգային ժողով, որպեսզի այդ հանձնաժողովի մեջից ընտրվածին ազգային ժողովում։ Իսկ ազգային ժողովում 3/5-ով էր ընտրվում մարդու իրավունքների պաշտպանը, այսինքն 65
ձայներ անհրաժեշտ։ ԿՊ-ն այդ ժամանակ ուներ 71 ագանավոր։ Եսեք ստացվում է, որ ԿՊ-ն ինքն իր համար ընդունում է մարդու իրավունքների պաշտպան։ Նույնը վերաբերում է դատախազին։ Այսինքն այս խնդրը, որտեղ այդ միահեծանությունը ստեղծվում է, ինքը առաջացնում է այն հնարավոր հանցանքները, որը պետք է կատարի իշխանությունը, օրինակ Արցախի հանցնումը, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, եթե դու գնում ես բողոքում ես, ասում ես չէ, չի կարելի, դա դավաճանությունն է, չգիտեմ, կամ կարաս մի քիչ ավելի ակոսով եք բողոքես, հաստատի ինքը օգտագործում է իր ձեռքի տակ ԱԾ-ն, քննչականը, ներքին գործերի նախարարությունը, դատախազությունը, սա ինքն է կազմակերպում, եթե դու բողոքում ես, դու չես կարող այս երկրում, ասես դու չես կարող իմ սեփականությունը ուրիշին տաս, չես կարող սահմանադրությունը խախտես, որտեղ իր միահեծանությամբ ամեն ինչ անում է, բայց այստեղ մի կարևոր բան կա, Հայաստանում քաղբանտարկյալների կոնցեպտը մի քիչ տարբերվում է աշխարհի քաղբանտարկյալներից, ինչով, նայեք Ադրբեջանը օրինակ Եվրոպայի խորհրդի քաղբանտարկյալներ ունեցող երկրներից երկրորդն է, 365 քաղբանտարկյալներ տարբեր հաշվարկներ կան, ամենաշատը 365 հաշվարկներ։ Բայց Ադրբեջանում ինչ է, Ադրբեջանում պարզապես բանտարկում են այն մարդկանց, ովքեր ասենք իշխանության դեմ են կամ կողմ են հայ ադրբեջանական խաղաղության, օրինակ գիտնական Բահրուս Սամադովը 15 տարի ազատազրկվել է, որովհետև ինքը կողմ է, քարոզում է հայ-ադրբեջանական խաղաղություն։ Այն չէ, ինչ որ սրանք են անում, այսինքն իրանաշինական խաղաղություն լինի, վերին ոսկեկարական խաղաղ լինի, հայերին հանձնենք ադրբեջանական բանտի խաղաղության մասին, իրական խաղաղության մասին։ Ուրեմն այդ մարդիկ երկարաժամկետ են նստած, ասենք մեկը 15 տարով, լրագրողներ կան 9-10 տարով, տարբեր։ Հայաստանում քաղբանտարկյալը ինքը հերթական տակտիկայի նպատակով ազատազրկվող միջոց է, այսինքն օրինակ իրանցում անհրաժեշտ էր այդ բարձունքները սահմանները հանձնել և բոլորի ուշադրությունը տեղեր այնքան միահեծան իշխանության վրա են հաշմիշները պետք էր ասենք այդ պահին ուշադրությունը կողմասել ուրիշներ, Սամվել Վարդանյանին որոնք այդ ժամանակ բանտարկեցին, խոշտանգեցին, որպեսզի կարողանան ճանապարհ բացեն, որ Նիկոլ Փաշինյանը գնա գյուղացիներին համոզի որ պետք է հանձնել։ Կամ օրինակ վերջերս Ավետիք Չալաբյանին կալանավորեցին, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջ, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գողացավ Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները և 5 մանդատ գողացան ժողովրդից, Ավետիք Չալաբյանը ելույթ ունեցավ ու ասաց, որ պետք է սահմանադրական դատարանի մոտ ավելի շատ մարդ լինի և պետք է այնտեղից չգնան, չհեռանան։ Այսինքն այդ պահին իշխանությունը ուներ ընտրակեղծիքները հաստատելու նպատակ ու այդ պահին պետք է այն ֆիգուրներին, գործիչներին, որոնք կարող խոչընդոտեն դրան, բանտարկեն։ Նույնը վերաբերում է օրինակ Անդրանիկ Տերակյանին, որը շատ ակտիվ կազմակերպում էր Բարգավաճ Հայաստանի քարոզարշավը, նրան նախընտրական շրջանում բնեցին, կալանավորեցին, որ հետո տեսակ ինչ եղավ, որ հետո չկազմակերպվի որոշակի ըմբոստություն ընտրակեղծարարության դեմ։ Այսինքն ստեղ հավաքվածներովս մի հատ լավ կա, հիմա սահմանադրական մեծամասնություն չունեն ու պետք է հնարավորինս օգնենք դիմադրության լեգիտիմ ուժերին, որոնք ազգային ժողովում են, որպեսզի այն անկախ մարմինները, որոնք հետո պետք է համարման կարիքները նշանակեն, որ կամ ճգնաժամ առաջանա, կամ էլ չլինի քաղաքացիական պայմանագրի լուծածում։ Դա մեկ։ Երկրորդը, ամեն անգամ, օրինակ, խոսվում է, որ սահմանադրական հանրաքվեի, չէ՞ պետք է գնալ։ Սահմանադրական հանրաքվեի կամ Տիգրանաշենը, որ փորձի հանձնել։ Այդ շրջանում նրան անհրաժեշտ է լինելու քաղբանտարկյալ։ Մենք քաղբանտարկյալը կարա 2 ամսով լինի, այնքան որ այդ պահին իր նպատակը իրականացնի, հետո անցնի առաջ, հետո կտան նորմալ դատավորի, արդար դատավորի ազատ կարձակի, բայց այդ պահին իրան պետք է քաղբանտարկյալը, որ ինքը իր այդ դավաճանական նպատակը իրականացնի։ Սրանից ինչ է հետո, ես պարզապես բոլորիս, ովքեր որ այս տարին 8 տարի այս դիմադրության մեջ են,
պարզապես ուզում եմ ասել, որ մենք պետք է մեր ուշադրությունը չշեղենք այնտեղից, որտեղ որ իր նպատակը իրականացնելու համար ինքը ստեղծում է քաղբանտարկյալներ։ Մենակ եթե Գրանաշենի պաշտպանության ժամանակ լինենք, պետք է այն քաղբանտարկյալները, որը ինքը գոյացնի, չդառնան պատճառ, որ մենք դուրս գանք Գրանաշենից։ Մեր էներգիան, ռեսուրսը ամբողջությամբ պետք է այնտեղ լինի։ Քաղբանտարկյալին կազատեն։ Այնուամենայնիվ, ինչ որ պահի ազատելու։ Բայց սա շատ կարևոր է, հա, որովհետև եթե ինքը հասնում է իր նպատակներին, անընդհատ քաղբանտարկյալներ լինելու։ Ես արդեն եւս մեկ անգամ շնորհավորում եմ տոնը անկախության հռչակագրի ընդունման ու նաեւ Եղիշե Չարենցի ու մնացած բոլոր բռնաճնշվածների 37 թվի ականջները կանչի, նրանք իհարկե հիմա կկալանավորվեին 2 ամսով կամ մի քանի ամսով, հետո տնային կալան, ցավոք սրտի 37 թվին գնդակահարություն կար, մահապատիժ կար, նրանք իհարկե Չարենցը հիվանդացավ, մահացավ վանքում, բայց նրանք իմ մեծ պապիկ պատկերին գնդակահարեց։ Շնորհակալություն։ Օ, նրանքից պետք է Չուկակյան դողում։ Ինչ։ Լևոնին Չուկակյան փոխանցի խոսքում։ Այ Լևոն ջան։ Մի բան էլ ասեմ, մեկ էլ այսօր Մարտունի քաղաքի տոնն եմ նշում, Արցախի Մարտունին, չնայած ամսը կասետին է, բայց այսօր եմ նշում։ Այնպես որ արցախցիների Մարտունեցին բոլորին մի հատ է շնորհավոր։ Հատկանշական բան ասացիր, ինքս էլ Մարտունիում եմ ծառայել։ Այսպես, նախ ներկայանամ Լևոն Չուկակյան, Հայկական բանաձև ազգային միավորման անդամ։ Երբ որ մենք խոսում ենք քաղբանտարկյալների թեմայով, ես պետք է նշեմ, որ իրենք ավելի ազատ են, քանի որ իրենք գիտեն, որ իրենք բանտում են, իրենք արդեն իսկ քաղբանտարկյալ են, սակայն մենք, երբ որ կհանգնում ենք եւ ասում ենք, այո, մենք ազատության մեջ օդն ենք վայելում, պետք է գիտակցենք, որ բանտված է եւ քաղբանտարկյալ է Հայաստանի Հանրապետությունը։ Քաղբանտարկյալ է ներկայիս ռեժիմի ձեռքում, որը ռեպրեսիվ իշխանական մեթոդներով փորձում է ճնշել ազատ միտքը, գաղափարը, որը դեմ է իրենց այլասերվածությանը, ապիկարությանը եւ երկիրը հանձնելու։ Սակայն իրենք երևի թե լավ չեն պատկերացնում, որ հայ ժողովուրդը ունի առաջնորդներ, հայ ժողովուրդը ունի զավակներ, որոնք գնահատում են արժանապատվությունը, որոնք երբևէ չեն ընկրկելու եւ պայքարելու են այդ արժանապատվության համար։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը կոնկրետ քասկեր է, իսկ մենք ի տարբերություն կենսաբանական քասկերի դեմ պայքարի գիտենք քաղաքական քիմիոթերապիայի բանաձևը։ Քիմիոթերապիա լինելու է մի անգամ եւ վերջնական։ Դա լինելու է իրավական ճանապարհով, հանգիստ, համաձայնությամբ, համերաշխության միջոցով, առանց իրենց մակարդակի իջնելու, առանց վիրավորանքների, առանց ավելորդությունների, բայց լինելու է։ Քանի դեռ կանք մենք, այստեղ հավաքվել ենք, խոսում ենք, մեր միտքը արտահայտում ենք եւ չենք վախենում։ Որովհետև հենց արժանապատվության դրսևորումներից մեկը այսօր այստեղ հավաքվելն է, հանրային քննարկում կազմակերպելն է, եւ ես ցանկանում եմ, որպեսզի միասին ծափարենք կազմակերպիչներին այս խիզախ քայլի համար։ Մի քանի բան ավելացնել նաև անկախության հռչակագրի մասին, միանալով շնորհավորանքներին։ Եթե մենք դիտարկենք օրինակ Հունգարիայի անկախության հռչակագիրը կամ ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը, կտեսնենք ծաղրուծանակ կամ քաղաքական խոսքեր այլ երկրների նկատմամբ, օրինակ Ավստրիայի կամ Անգլիայի եւ այլն։ Բայց ներկայումս այդ բոլոր պետությունները իրար հետ ունեն հարաբերություններ, մի բան էլ դաշնակիցներ են եւ ապրում են խաղաղ։ Անկախության հռչակագիրը քաղաքական վավերագիր է, այնտեղ արձանագրվում են պատմական իրողությունը եւ տվյալ պահը։ Եվ իհարկե խորին հարգանքով համաձայն եմ պարոն
Արամ Մանուկյանի խոսքերի հետ, որ այն մեր ծննդականն է եւ մենք չենք կարող դա փոխել։ Եվ դա չի էլ փոխվելու ու յուրաքանչյուր պահի, երբ որ անհրաժեշտ լինի, մեր միավորումը պատրաստ է դուրս գալ, պայքարել նաեւ դրա դեմ։ Եվ խոսքերս կցանկանամ եզրափակել ի աջակցություն բոլոր քաղբանտարկյալների, իմացեք, որ մենք ձեզ հետ ենք, չենք ընկրկելու, պայքարելու ենք եւ շատ շուտով այս ռեժիմի հեռացմամբ դուք վերագտնելու եք ձեր ազատությունը եւ միասին շենացնելու ենք ու զարգացնելու ենք մեր պետությունը։ Շնորհակալություն։ Խոսքը փոխանցենք Սյոպ Ասելյանին։ Շնորհակալություն։ Ես կրկին աջակցություն մեր այսօր քաղբանտարկյալների իմ խոսքը այստեղից ձևակերպեմ, բայց ուզում եմ Չարենցի խոսքերով սկսել։ Չարենցն ասում է, թե ուզում ես երգը լսեն, ժամանակի շունչը դարձիր եւ մեկ մեջ բերում էլ Աստվածաշնչից։ Կներեք Եվ ոչ ոք հին տիկերի մեջ նոր գինի չի լցնի, ապա թե ոչ նոր գինին կպայթեցնի տիկերը, գինին կթափվի եւ տիկերը կփչանան, այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի։ Հարգելի քաղաքական գործիչներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, ես ներկայացնում եմ հայկական բանաձև ազգային միավորումը։ Մինչ այդ առաջ արժանապատվության շարժումն են ստեղծել։ Մենք երիտասարդներով այս երկու միավորումները ստեղծել ենք, որ ասենք երիտասարդները պայքարելու են արժանապատվության համար։ Ոչ ոք չի կարող մեզանից խլել մեր արժանապատվությունը եւ թասիբը։ Ինչպես պարոն Արամ Մանուկյանն ասեց, այն տրիգերը, որը միավորելու է մեզ, որը հանելու է մարդկանց փողոց, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն անկախության հռչակագիր ունենալու, դա լինելու է արժանապատվությունը։ Հայ երիտասարդը չի համակերպելու իր արժանապատվության նվաստացման հետ։ Համատարած հարձակում է արժեքների վրա։ Ես ինչու երկու այդ խոսքերը մեջ բերեցի։ Հարգելի գործիչներ, հին մեթոդներով նոր գործ չենք անելու։ Եթե մենք ուզում ենք բոլորով, իրոք ուզում ենք վերջ տալ այս միահեծան իշխանությանը, եթե մենք իրոք ուզում ենք ունենալ նոր որակի սահմանադրություն, որտեղ հղում կլինի մեր ծննդյան վկայականին, որտեղ կնշվի նաև, որ այլևս երբեք ոչ ոք չի ունենալու այն միահեծան իշխանությունը, այն կոստյումը, որը շատ մեծ սիրով ավելի գեղեցիկ զարդեր իր վրա ավելացնելով կրում է այսօրվա ղեկավարը, այլևս դա չի լինելու եւ եթե ուզում եք հաջողենք ունենանք սա, ապա պետք է փոխենք առնվազն պայքարի մեթոդաբանությունը։ Մեզ անհրաժեշտ է միավորվել։ Խնդրում եմ, ես գիտեմ, որ մենք պատմությունն ուսումնասիրելով հայերով ակտիվներ ենք, միայնակ ճախրողներ ենք, ունենք լեռ ամբիցիաներ, բայց հարգելի ընկերներ, վարչապետի պաշտոնը մեկն է, նախարարների պաշտոնները մի քանիսն են, 105 պատգամավոր կարող է լինել սահմանափակ տվող համայնքի ղեկավարներ, խնդրում եմ, մի կողմ դնենք այս ամեն ինչը, միավորվենք հանուն արժանապատվության, հանուն թասիբի, որ կարողանանք փոփոխություն բերել, եթե բոլորիս նպատակը, առնվազն առաջին նպատակը Նիկոլ Փաշինյանի միահեծան իշխանության վերջը տալն է։ Շնորհակալություն, եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, այս տոնի արդիվ, այո, սա տոն է եւ տոնը պետք է նշվի, շնորհակալություն կազմակերպիչներին։ Մենակ ընկեր Սոպ Ասելյանի ձեր թույլտվությամբ մի ավելացում չասեմ, իմ կողմից եւս մի կարծիք, որ ասեցիք Նիկոլ Փաշինյանի միահեծան իշխանություն վերացումը լիովին համաձայն եմ, բայց դրան ձեր թույլտվությամբ կավելացնեմ առհասարակ միահեծան իշխանության հնարավորության բացառումը ու քանի որ մեր
Չակերտներում ասված բոլորիս կողմից շատ հարգված Նիկոլ Փաշինյանը մի անգամ ասեց մենք պետք է ունենանք 3 միլիոն վարչապետ, ինքը մեզ եւս մի անգամ խաբեց, մեզ պետք է ոչ թե 3 միլիոն վարչապետներ, այլ 3 միլիոն քաղաքացի, առնվազն այս պահին ու շարունակաբար ապագայում։ Խոսքը փոխանցենք ընկեր Ալեքս Ադմուլյանին։ Բարև ձեզ, շնորհավորում եմ ձեզ տոնի կապակցությամբ, անկախության հռչակագիրը երրորդ հանրապետության խանձարումն է։ Իշխանության կողմից հարցադրումը, որ դա ընդամենը պատմական փաստաթուղթ է, թեկուզ է պատմական փաստաթուղթ։ Իսկ ազգի պատմությունը, արժեհամակարգը հիմնվում է հենց պատմական փաստաթղթերի եւ խորհրդանիշների վրա։ Չկա աշխարհում որևէ ազգ, որևէ քաղաքակրթություն, որևէ էթնիկ հանրություն, որը առանց հիշողության, առանց պատմական անցյալի կարող է համաշխարհային քաղաքակրթությունների ընտանիքում զբաղեցնել իր ուրույն տեղ։ Ներկա իրավիճակում, քանի որ նաև օրվա թեման քաղաքբանտարկյաններն են, մենք ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում ունենք քաղաքբանտարկյաններ, այլև ունենք խրճի բանտարկյաններ, որովհետև այս իշխանությունը համաձայն իր մոտեցումների բոլոր կարմիր գծերը հատեց, այդ թվում նաև խաչակրաց արշավանք սկսեց Հայաստանի այդ առաքելական եկեղեցու դեմ եւ այդ թվում նաև սրբազաններ ձերբակալվեցին։ Այն մարդիկ, որոնք այսօր հանդես են գալիս ազգային պետական շահերի դիտանկյունից, այդ մարդիկ շատ արագ առանձնացվում են հասարակությունից, թիրախավորվում են եւ զնդանվում։ Ինչ է պետք մեզ։ Մեզ պետք է, որ մենք կարողանանք արտնացնել մեր հասարակությունը եւ ձևավորենք այն ազգային էներգետիկան, որի շնորհիվ ազգը իրոք կարթնանա եւ կմերժի օտարածի նորակարգերը, որոնք փաթաթվել են մեր ազգի պարանոցին։ Այստեղ նշվեց այն քայլերը, որոնք իշխանությունը անում է հաճանալու համար թուրք ադրբեջանական տանդեմին, միանշանակ կիսում եմ եւ չեմ ուզում կրկնվել, ուղղակի ավելացնեմ, որ նշված կետերին ավելացնենք նաեւ, այո, բանակի կազմալուծումը։ Սա եւս օտարների կողմից պարտադրված է եւ կազմում է կապիտուլյացիոն պայմանագրի չերևացող կարևորագույն կետը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կատարելապես ապագա վտանգների նկատմամբ դարձնեն ոչ իմունային եւ զրկեն պայքարելու հնարավորությունից։ Ես կարծում եմ, որ անկախության հռչակագիրը այո մեր սիմվոլիկաների մեջ է եւ այսօր էլ նաեւ այն հանրությունը, որոնք հավաքված է, խորհրդանշական բնույթ ունի, որտեղ այստեղ հազարավոր մարդիկ հավաքված չեն։ Բայց կարծում եմ, որ մենք երբևէ մեր հույսը պետք է չկորցնենք եւ պետք է ամեն օր աշխատենք մեր հասարակության հետ։ Շնորհակալություն, շնորհավորում եմ բոլորիս տոնը։ Սիրելի ընկերներ, նախ այսպես ոնց են ասում միջանկյալ դադար, ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել, որ այսօր ժամանակ է գտել նորից Կիրակի օրով գալու այստեղ լսելու մեկը մյուսի խոսքը շատ կարևոր թեմայով, ըստ իս ամենակարևոր, ամենաակտուալ, ամենամտահոգիչ խնդիրը, որ այսօր Հայաստանում առկա է, որ քաղաքբանտարկյալ դառնալուց ոչ ոք ապահովագրված չէ, հատկապես եթե անտարբեր չէ ազգի, պետության եւ մեր ժողովրդի ճակատագրի հանդեպ։ Հետևաբար ենթադրում եմ, որ առնվազն հասարակական հանրային մակարդակում ամենաակտուալ թեման է քաղաքբանտարկյալների քննարկման թեման։ Սակայն ես այս պահին մի փոքր կարճ կխոսեմ, չեմ անդրադառնա քաղաքբանտարկյալներին, պարզապես ուզում եմ խնդրել, որդորել քույրաբար
հանրային քննարկումների մասնակցությունը պարզապես մեկ փոքր թռչնակ թղթի վրա ավելացնելու նպատակ չունի։ Հանրությանը արթնացնելու, կոնսոլիդացնելու, համախմբելու նպատակ ունի, հետևաբար մասնակցությունը նաև ենթադրում է հարգել մեկը մյուսի խոսքը, համբերատար լսել սկզբից մինչև վերջ։ Հասկանում եմ, որ կիրակի օրով շատ տարբեր պլաններ ունեք, շտապում եք, յուրաքանչյուրը ունի իր պատճառաբանությունը սուբյեկտիվ, բայց եթե հետաքրքրված եք առնվազն այս թեմայով, ապա պիտի խնդրեմ հանրային քննարկումներին մասնակցելիս հարգել բոլոր խոսնակների խոսքը սկզբից մինչև վերջ, քանզի յուրաքանչյուրի խոսքի մեջ մեկ հատիկ ճշմարտություն կարելի է գտնել, որը համընդհանուր շահի համար կարող ենք օգտագործել։ Շնորհակալություն։ Ես եմ ներկայացնում։ Աննայի խոսքին մենակ ավելացնեմ, որ մեր հանրային քննարկման կարևոր սկզբունքներից է, որ մենք չենք վիրավորում ատելության քարոզ, չենք անում բնության փոչեր, չենք անում, որ հասարակ բոլորս իրար սիրում համեցին։ Սրտիկ։ Հաստատեք միրում է։ Բարի երեկո, արդեն մեզ բոլոր։ Ուրեմն ես ընդհանրապես չեմ խոսելու ապանով կյանքից։ Բարոյ չեմ խոսելու։ Նոր լսեցի ազգային միավորման մասին, երկրասերների Մոտիկ պայք, Facebook-ում նման բան կա, շատ լավ, ես ուրախ եմ, միավորման մասին բոլորն են խոսում արդեն, բայց ազգային միավորման նոր լսեցի, իսկ ազգային միավորում կառույցի մասին, որը պետք է գա ու փոխարինի այս անպիտան համակարգը, իսկ անպիտան համակարգը ինչու՞ն է կանի, որն է դա։ Դա կուսակցական ընտրական համակարգն է, բարի բուն իմաստով անպիտան է ու կործանիչ, դա է եղել, այս կործանման, այս հիմքերի հիմքը քանդելու ու բերելու, հասցնելու այս օրվան, այս օրվա ապացույցը ձեզ ԿՊ կուսակցությունը ու մնացած կուսակցությունները իրեն կիսահամարժեք, նույն բանն են, ինչ տարբերություն, նախքան ԿՊ-ն ՀԿ-ն էր, նախքան ՀԿ-ն ՀՇ-ներ, Ղարաբաղ կոմիտեներ, բազմակուսակցական համակարգներ, որ հնարվեց, բերվեց, կապվեց, հացածվեց ազգի վզին ու զբաղվեք ասեցին, դեպսերից հրամցերից ու զբաղվում ենք հիմա առաջով, զբաղվում ենք։ Արապ չենք, հիմա մի հատ կարևոր բաներ ասեմ, հիմա ազատության մասին, ես ցանցը որ կա, բարի բուն իմաստով մենք անազատ ենք։ Դուք հանկարծ իմանաք, այդտեղ նստացեք, ազատության մեջ եք, անկախ երկրում եք ապրում, ինչ որ միահեծանորեն միացյալ եք, հզոր մի ընտիր երկրում եք ապրում, որտեղ ամեն ինչ հոյակապ է, պարզապես մենք ենք բողոքավորներ ու չհասկացողներ, չար սատանաներ ենք, իրենց փոխարեն, համակարգի փոխարեն։ Զարմանալի է, ոնց կարող է։ Ու այդ կացնահարումները, այդ անհատակությունները, գերվածները, քաղ բանտարկյալները 21 թվից են ի վեր, այսօր յուրաքանչյուր մարդ արած, որ իրեն կարող է հաճույքորեն ազատ զգալ, չի կարողանա, որովհետև ինքը տուն են գլխին տալիս են, կացնահարում են ու դեն են շպրտում։ Հոգեբանորեն այդ մարդուն ճնշած են պահել, այսօրս, երկրորդ հանրապետություն ձեզ վկա, երկրորդ հանրապետության հետևորդ, երրորդ թիկը ու Նիկոլի ասելով արդեն չորրորդ թիկն էլ գգա, ընդհանրապես վկայությունը, դենք շպրտի ու կսարկի մի տարօրինակ ուրիշ մի կեցվածություն ու երևի թզվազերական ինչ-որ գոյակցություն, ինչ-որ, չգիտեմ, անաստված, անուղեղ, անքաղաքական կրծվածության ինչ-որ
ամեն իրեն վերագրող ու հայ ազգին, հայ պատմությունը տար ընդհանրապես, որորակի պատմություն դեն շփրտած ու ասաց, մերնա ու մերը պիտի լինի, իսկ դա խեղկատակությունն է, միակ բրկիչ անելու բանը, ինչ անել, ոնց անել, ինչպես անել, դա միայն ազգային միավորում կառույցը հիմնելն է, իսկ ինչու համար կառույց, որովհետև դա կուսակցություն չի լինելու, պարզապես տեղա լինելու, որ պիտի փոխարինի երկրի բրկության գործընթացը ի կատար ածելուն, այսինքն սրանք ի կատար չեն, ինչի համար, բայց ես բան չեմ ասում, նոր ուզում եմ բան ասեմ, ասում եք շնորհակալություն, դե հաջողություն ձեզ, շարունակեք, միայցանի իշխանության, քննարկումներից են տարածում, 40 տարի քննարկում են կանում, գիտեք, ընտրություններ են կանում, ասում ենք արդար չի, արդար կլինի հաջորդ է, արդար մարդիկ կգան, այդ ցավները տանում, արդարություն ընտրությունների միջոցով չես կարող հաստատել։ Հա? Իսկ ինչու համար, անհաճելի է։ Վերջացնում եմ։ Հələ նորը սկսել ինչ ուղի վերջացնում։ Ես ամսին մեկին հրավիրել եմ Հանրապետության հրապարակ ժամացի տակ, բոլոր անկեղծ ազգային, նու ասենք, արժանապատվություն պատվախնդրություն ունեցող մարտահրավեր, կգաք, չգաք, մնացածներ այս երկրի վիճակը ահազես վայելում ենք, իհարկե։ Շատ հորյակա երկիր է։ Հողի ջրի մասին չի, համակարգի մասին է, հիմա մենք ուղղակի ռեգլամենտ ենք նշում, րոպե ժամանակ ունել է խոսելու, ժամանակը որ գրանում է, տենց հիշացնում է, եթե ցանկություն կա, մենք չավի Որպեսզի չհասկացություն չլինի, ես առաջարկում եմ ասել ժամացույց տնենք, հենց ծննդա։ Եթե մեզ լսում են գործարարներ, կարողանում ենք մեծ լավ ժամացույց դնենք, ստեղ դնենք, զնգան ժամացույցը։ Իսկ հիմա դերևս վերջին խոսնակը կլինի, պարոն Արմեն Մանգելյանը, Հայաստանի ազգային Մենք թաղբանտարկյալները թեման ու համատականը ցանկացած քաղաքական ռեժիմի լեգիտիմության համար։ Այսինքն ինչքան ռեժիմը լեգիտիմ չէ, այնքան թաղբանտարկյալների թիվը շատ է։ Ինչքան այդ լեգիտիմությունը նվազում է, այնքան բանտերում ավելի շատ մարդիկ են հայտնվում։ Հետևաբար մի զարմացեք, որ Հայաստանում կա թաղբանտարկյալ, որտեղ Հայաստանում չկա լեգիտիմ իշխանություն։ Սա է ֆորմուլան, սա հայկական ֆորմուլան, ամբողջ աշխարհում է։ Լեգիտիմ իշխանության բացակայությունը բերում է թաղբանտարկյալների։ Եվ հետևաբար այս մարդկանց վախերը, որոնք բանտերը լցնում են հարավոր քաղաքական բանտարկյալները, մենք դրանով է պայմանավորված, իրենք շատ լավ հասկանում են, որ իրենք լեգիտիմ չեն, իրենք արել են կեղծարարություն, կեղծարարության արդյունքում կարողացել են զավթել իշխանությունը, ստանալ այն ձայները, որոնք նրանք չունեին, ասենք թե նույն Բարգավաճ գողանալու ճանապարհը նայել, եւ նաեւ դա ասենք անկեղծ օգտվելով մեր սահմանադրության մեղմ ասած թույլ կողմերից, որը հնարավորություն է տալիս իշխանություն ձևավորել են քաղաքական ուժը, որը միշտ չի կարողանում հավաքել 50 կողմեր։ Այսինքն սա մի քանի շերտ կայ պրոբլեմատիկա է, բայց խորհրդային հիմնական ազդարար է ամենի, այսինքն բանտերում հայտնված քաղաքական բանտարկյալը այն է, որ գործող իշխանությունը լեգիտիմ չի։ Ինքը ենթագիտակցաբար ունենալով այդ վախերը, ստիպված դրա հաստատումն է տալիս։ Այսինքն եթե մենք գիտենք, որ բանտերի կան բանտարկյալներ, սա նշանակում է, որ իշխանությունը ինքն է հասկանում, որ ինքը լեգիտիմ չի։ Ինքն է հասկանում, որ ինքը իշխանությունը զավթել է կեղծարարության միջոցով։ Եվ փորձում է այդ հարցի լուծում տալ, sense ճակատագրով ասած, հարավոր մարդկանց ուղարկելով բանտերը։ Եթե մենք տեսնում ենք, որ ոնց են ինչ-որ մարդիկ դուրս գալի բանտերից, սա շատ դեպքերում նրանով չի պայմանավորված, որ ինչ-որ պրոցեսներ են դատարել։ Ուղղակի բանտերը ազատում են նոր բանտարկյալներ բերելու համար։ Սա պետք է այս ֆորմուլայներն ինչ-որ պայքարի ձեռք գտնել, միջոց գտնել, ցույց տալու համար, որ քանի իշխանությունը լեգիտիմ չի, քաղբանտարկյալներ կլինեն, քանի կան քաղբանտարկյալներ,
Սա ապացույցում է իրենք իրենց ձեռքբերում իշխանությունը լեգիտիմ չէ։ Շնորհակալ։ Հիմա այս շահը, որը միահեծան իշխանության ճարն է, ուզում եմ կողից բանել։ Մենք ցույց կտանք, թե ինչ է պետք անել։ Գաք բոլորը այստեղ հեսա ազատվում ենք, մենք հեսա արի, հետս կանգնի ազատվենք։ Եկեք, ով է գալիս ազատվենք։ Ազատություն Հովհաննես Իշխանյանին։ Մեր հայրերի Ազատանքը, որ ապրել ես դարեդար, յուր որդիքը արտանչում են, ազատանքը Հայաստան, յուր որդիքը արտանչում են, ազատանքը Հայաստան, ամենայն մահմի մատմի անգամ պիտներնի, բայց երալի բոլոր ազգի ազատության կզովի։ Շնորհավոր Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը, երրորդ հանրապետության ու որի շնորհիվ մենք ազատագրեցինք Արցախը ու մեր հայրենակիցները խաղաղության մեջ ապրեցին այնտեղ։ Ու նաև շնորհավոր Մարտունի քաղաքի օրը։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Թող ոչ մի քաղբանտարկյալ չպահանջվի, հիմա ասել էի ումից բացի։ Այստեղ քաղբանտարկյալ չի։ Այո, Նանիլերիա օրինական բանտարկյալ։ Քերիական։